In every civilized democratic state, Յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդավար պետությունում հստակ սահմանազատված են եկեղեցին եւ պետությունը։ Պետությունը երբեք չի միջամտում եկեղեցու ներքին գործին։ Եկեղեցին ամեն ազգի խիղճն է եւ պետությունը իրեն չեզոք է պահում։ Հատկապես Հայաստանում եկեղեցին շատ կարևոր դեր ունի։ Քրիստոնեությունը ձեր ազգային ինքնության կարևոր մասն է։ Հայաստանը հռչակ է վայելում որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրը այս աշխարհում։ and your Christian religion made you strong enough to Քրիստոնեությունը ձեզ բավականաչափ զորացրել է եւ օգնել է հաղթահարելու անցյալի բոլոր հարձակումները, աղետները եւ պահպանելու ձեր հոգեվոր կյանքը, ձեր հայկական ինքնությունը։ Եվ հանկարծ անսպասելիորեն ձեր ազգի ոգին ճնշումների է ենթարկվում կառավարության կողմից։ Չափազանց վտանգավոր իրավիճակ է, քանի որ առաջին հերթին բևեռացնում է մարդկանց։ Միշտ կան մարդիկ, որոնք կառավարության կողմից են, ինչ էլ որ կառավարությունը որոշի, եւ կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են, քանի որ հավատացյալ են։ by any action against the church you are dividing the nation and a divided nation always Եկեղեցու դեմ ուղված ցանկացած գործողությամբ դուք պարակտվում եք իբրև ազգ։ Պարակտված ազգը միշտ թույլ է։ Մինչդեռ հիմա ագրեսիա են դրսևորում ձեր երկրի միաժամանակ երկու հարևանները, թե Թուրքիան, թե Ադրբեջանը, որը հենց հիմա զբաղվում է մշակութային ցեղասպանությամբ Արցախում։ Դուք իբրև ազգ ուժեղ եւ միասնական պետք է լինեք։ Հատկապես պետք է առաջին հերթին կանգնեք ձեր երկրում Աստծո ներկայացուցչի, եկեղեցու եւ նրա հայրապետի կողքին։ Պատկերացրեք Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին տեղից վեր կենա եւ պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է հնչի պատարագը, կամ քննարկի եկեղեցում ազգային հիմնը հնչեցնելու հարցը։ about it. They would not take her serious anymore. They would say this is megalomania. Մարդիկ մի լավ կծիծաղեն դրա վրա եւ այլևս երբեք նրան լուրջ չեն վերաբերվի։ Կանվանեն դա մեծամտության մոլուցք։ Go beyond it. Իմաստությունը սեփական սահմանները եւ իրավունակությունը ճանաչելն է։ Իմաստու մարդը երբեք չի հատի դրանք։ Եթե տեսնեք, որ հարձակվել են ձեր հոր կամ պապիկի վրա, դուք անմիջապես կպաշտպանեք նրան։ Կաթողիկոսը ձեր եկեղեցու հայրն է, ձեր ամբողջ ազգի հոգևոր հայրը։ Անշուշտ Հայաստանի ժողովուրդը, մարդիկ, որ դեռևս ունեն քրիստոնեական ինքնություն եւ դեռ սիրում են իրենց եկեղեցին, իրենց Աստծուն եւ Սուրբ Գիրքը, իրենց երկրի քրիստոնեական արժեքները եւ նույնիսկ պարզապես պատասխանատու ժողովրդավար մարդիկ, որոնք նկատում են բռնապետության նշանները, պետք է արթնանան։ There are many very peaceful ways to protest, but they should be Բողոքի բազմաթիվ խաղաղ ճանապարհներ կան։ Այս պահին ձեր ազգի արմատներն են վտանգված։ Պատկերացնում եք, թե ինչ կպատահի ծառին, որի արմատները կտրում եք։ Ամեն հաջորդ քամին կտապալի այդ ծառը։ Ես սաստիկ անհանգիստ եմ Հայաստանի համար։ Ինչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի, որովհետև քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Այս աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն եք։ Ուստի այստեղ տեղի ունեցողը չափազանց մտահոգիչ է։ Երբեք չէի հավատա, որ այս ամենը հենց Հայաստանում է տեղի ունենում։ Մեր ոչ մի ազատ դեմոկրատական երկրում նման բան երբեք չէր պատահի։ who is above the patriarch? Only God. Only God. And if you're a Christian, you know that there's divine providence, and divine providence made Կաթողիկոսից վեր ելով կա միայն Աստված։ Եթե քրիստոնյա ես, ուրեմն գիտես, որ աստվածային նախախնամությունն է այդ մարդուն ժամանակի այս շրջանում դարձրել հայրապետ։ Սա աստվածային կամքն է, քրիստոնեական հավատքի հիմքն է։ Օրինակ, Լևոն 14-րդ պապն Աստծո կամոք այժմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն է։ Այս հանգամանքը կասկածի տակ դնող մարդը իրեն Աստծո տեղն է դնում, ինչը շատ վտանգավոր է։ Դուք կարող եք հպարտանալ նման կաթողիկոսով։ Նա շատ ուժեղ մարդ է առ Աստված իր հավատքով։ forget about all these rumors. I mean, so many lies which were spread. Մոռացեք բոլոր բամբասանքների մասին։ Այնքան ստեր են տարածվում քարոզչության նպատակով, մինչդեռ դրանք պարզապես ստեր են։ Նորին սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում։ Նա միշտ սպասված հյուր է Վատիկանում
թե պապի, թե միլիոնավոր կաթոլիկների համար։ Նա մեծապես հարգված է ուղղափառ աշխարհում եւ արևելյան եկեղեցիներում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով։ Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե այս Աստծո մարդուն մի բան պատահի։ Դա կցնցի աշխարհը եւ կարծում եմ, որ դա բնավ լավ չէ Հայաստանի հեղինակության համար։ The world would be shocked. And I think this would not be good for the image of Armenia.